Ինչպես եք վերաբերվում Նիկոլ Փաշինյանի եկեղեցու սրբազանների հասցեին արված արտահայտություններին։ Նիկոլ Փաշինյանը ասած է հիմարությունը պետք չի լուրջ ընդունել եւ ես համոզված եմ որ եկեղեցի եթե չլիներ այսօր մենք գոյություն չենք ունենա։ Այսինքն ինչ կսպասեք ասանք Լագոդեմը Նիկոլի նման Թավաջան անհայրենիք ինչ գտնամ թասիբ չունեցող վառնոց մեդիամ ինչ կսպասեք ասկա ավելի։ Վատ, բոլորը վատ։ Չեմ հետևել։ Ես ուղղակի չեմ ուզում մեկնաբանել իրեն, որովհետև ես համարում եմ, որ Հայաստանը օկուպացիայի տակ է եւ ինքը այդ օկուպացիոն վարչակարգի ղեկավարն է, բնականաբար անթույլատրելի Եվրոպայից առաքելական եկեղեցու զավակ, բնականաբար շատ վատ, բայց մենք պետք է իրենից ազատվենք, ոչ թե մեկնաբանենք իր ասածները։ Վատ են վերաբերվում, իշխանությունը պետք է չանի այդպես արտահայտություններ, զայրանում եմ։ Իմ վերաբերմունքը միանշանակ վատ է այդ ամեն երևույթի նկատմամբ։ Հիմա իրոք նրանք ինչով են զբաղվում, ինչ են անում, մեր պետությունում սաղ ինչ-որ մի բանով զբաղվում են կրիմինալ, սենց ասեմ կամ ինչ-որ վատ, էդի մեր մեջ արդեն ոնց որ բնավորություն է դարը բոլորիս մեջ, չենք ուզում մաքրվենք։ Շատ վատ, ինձ դուր չեկավ իրա խոսալը Ազիջան։ Արելա քիչ արել, այն ինչ որ եկեղեցի սպասավորները մենք այնքան բաներ կա մենք չենք իմանում, անբարոյական գործողությունների մեջ են, նա բառադի չխոսած, դու չիմանաս թե ես անգրագետ բաներ խոսած եմ, բան եւ բերումա տվյալներ, սա, ու մարդը ինքը իր ձենը կտրում է այդքան բան, բարի, դու չիմանաս ես գովաբանում եմ, այրան, Նիկոլին, ոչ մեկին չեմ գովաբանել, ասելա այն ինչ որ ոնց որ ասմատ է կատարվել է, տարբեր տեսակի հարցերի վերաբերյալ, եկեղեցու սպասավորները։ Դե լկտի է ինքը, ասում ես, անկուլտուրական, անքաղաքավարի անձնավորություն է։ Իրան շուտվանից էր դոմփել պետք, որ ինքը ուրիշներին էլ տես չանվաներ։ Գիտեք ինչ, երբ որ ինքը ցույց էր տալիս ոնց նոր տարվա վիճինանուտում այդ կեղտոտ ամանով, ասինքն իրանք էլ են նույն ձևի կեղտ զիբիլ են էլի, իրան սատարող մարդկանց պետքա վերացնել, դրանք բոլորն էլ տզրուկի նման մեր բոլորի արունը խմում են, չի կարելի դրանց պահել։ Դե իմ ջղայնացած է, մի բան ասել է, եսում, հաչելի չի, բայց դե որ ջղայնանաս կարող է ավելի վատ բաներ ասես, չես կարող։ Շատ վատ և շատ զզվել այդ մասին խոսալը, հիմա շատ տհաճ թեմա է դա, ընդհանրապես իր մասին խոսալը, իսկ այդ մասին խոսալը, դա ոչ թե խոսքը վերաբերվում է մեր Վազգեն սրբազանի կամ կաթողիկոսի բարեվարկությանը, ես հարգում եմ շենքը, ոչ թե այնտեղ նստող մարդուն, այդ մարդը գնում գալիս է, կարող է չելնի վաղը, պատահաբար ինֆակտը խփի մահանա, բայց եկեղեցին մեր սրբությունը նա կա, իրավունք չունի որ եւ դրա համար երբ որ նա գնում է հիմար խոսում արտասահմանում, մի մոմենտ մենք մեղքում ենք, որտեղ իրանք իտոգում մեր վրա չեն ծաղում, մեր վրա են ծաղում որպես հայերի վրա։ Նման խոսքերով նման եկեղեցում կպնելը, թե չէ կաթողիկոսը կամ սրբազան Բագրատը, Միքայելը, նրանք մարդիկ են, նրանք անձինք են, նրանք վերևից չեն իջում մեր գլխին, նրանք ուղղակի մեր եկեղեցին են ներկայացնում, դրա համար եկեղեցում պետք է չկպնեն, ոնց որ հայոց լեզուն եկեղեցին էլ մեր հենասյուներից մեկն է, կպնելով քանդում է, բանակը քանդում է, կրթությունը քանդում է, հիմա մնում է այդ երկուսը քանդի ու պրծն։ Այս մարդը, այս անձը, չգիտեմ քանի հոգով, առաջ երկուսը իր ինքնուկինն են, մնացածը քանի հոգի խմբակ ունի դա իր ամենամոտիկ ուսապարկերը, որոնք քայլել են, քանի հոգի են, չգիտեմ, պատերազմը հայտարարել Հայաստանի Հանրապետությանը 100%։ Եվ հիմա այսօր երևի թուրքն ու ադրբեջանցին այդքան չեն լծված այդ գործին, ինչքան ինքը։